Ամբիոնից ԿՊԱ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ցույց տալով կադրեր եւ դիմելով Հայաստան դաշինքին հայտարարել է. «Ձեր լոգոն է Մայրաթորում»։ Նույն պատգամավորը նախկինում եւս հանդես է եկել նման մեղադրանքով, թե իբր 2021 թվականին Հայաստան դաշինքի լոգոն փակցված է եղել Մայրաթորում։ Կտրիչի պահած Մայրաթորը սա է։ Էս ձեր լոգոն։ Ձեր լոգոնն է Մայրաթորում։ Կտրիչը ասում է Հայաստանի քաղաքացիներին, որ այո, ինքը քրիստոնյա չի, որ այո, ինքը հայ առաքելական եկեղեցու ներսում, Մայրաթորում, Մայրաթորի վարչական տարածքում, Հայաստան դաշինքի լոգոյով ատրուշաններ է կառուցելու։ Դիմեցինք Մայրաթորի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի Քահանա Արթենյանին։ Վերջինս այսպես մեկնաբանեց պատգամավորի հայտարարությունը։ Դատապարտելի է, որ սույն պատգամավորը, ինչպես եւ իշխող ուժի տարբեր ներկայացուցիչներ, եկեղեցու եւ վեհափառ Հայրապետի հասցեին պարբերաբար հնչեցնում են զրպարտող հայտարարություններ։ Այս դեպքը բացառություն չէ։ Մայրաթորում Հայաստան դաշինքի լոգոն երբևէ փակցված չի եղել եւ պատգամավորի հայտարարությունը հերթական ապատեղեկատվությունն ու կեղծիքն է։ Իսկ ցուցադրված նկարից երևում է, որ խոսքը ինչ-որ անձի համակարգչի ետնամասում փակցված լոգոյի մասին է, ինչը չի կարող որակվել քարոզչություն։ Ակնհայտ է, որ դա անձնական տարածք է։ Պետք է դադարեցնել նման գործելավոճը եւ ազգային ժողովի ամբիոնը ծառայեցնել երկրի առջև ծառացած բազմաթիվ լրջագույն հիմնախնդիրների լուծմանը։